Երկորյա բանակցություններ փակ դռների հետևում, չինական կողմը քննարկումները կառուցողական է որակում։ Նահանգները հայտարարում է, որ երկու երկրների առաջնորդների հանդիպման նախադրյալներ են ձևավորվել։ 双方的讨论包括众多的议题。 Վաշինգտոն-Պեկին բանակցությունները սկսվել են նախորդ շաբաթ Մալայզիայում Ասիայի հարավարևելյան երկրների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակում։ Դրանք ընթացել են ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի և Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգի միջև։ Զանգվածային լրատվամիջոցները նկատում են, որ Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները սոսկ տնտեսական երբեք չեն եղել։ Դրանց պատմություն է մրցակցության, բանակցությունների և փոխադարձ կախվածության մասին։ Այսօր խոսքը ոչ միայն մաքսատուրքերի կամ առևտրի մասին է, այլև տեխնոլոգիաների և տվյալների վերահսկման։ Ամերիկացիները ձգտում են ավելի մեծ անվտանգության, չինացիները ավելի մեծ վերահսկողության։ Չինաստանն ավարտել է TikTok-ի ամերիկյան հատվածի վաճառքի նախնական գործարքը, հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Գործարքը ըստ New York Times-ի TikTok-ի չինական մայրընկերությանը ByteDance-ին թույլ կտա տնօրինել 20% բաժնեմասը, իսկ 80%-ը կանցնի ամերիկացի ներդրողներին, ապահովելով ԱՄՆ ազգային անվտանգության օրենսդրության պահանջը։ Իսկ ինչ կտա այս գործարքը կողմերին։ Վերլուծաբանները նշում են, որ ԱՄՆ-ն այս քայլով կապահովի ամերիկյան տվյալների անվտանգությունն ու վերահսկողությունը, այդ հնարավորությունից զրկելով չինական կողմին։ Ամերիկացի ներդրողները կկարողանան կառավարել TikTok-ի ամերիկյան հատվածի գործունեությունը և ստանալ եկամուտների մեծ մասը։ Զանգվածային լրատվամիջոցների տեղեկություններով ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Սի Ցին-Պինը գործարքը պաշտոնապես կհաստատեն այս շաբաթ տեղի ունենալիք հանդիպման ժամանակ։ Ըստ նախնական տեղեկությունների, այն նախատեսվում է հինգշաբթի, հոկտեմբերի 30-ին։ TikTok-ի կառավարման թեման քննարկման առարկայի արդեն մի քանի տարի ԱՄՆ-ում մտավախություն կար, որ չինական ընկերությունը ByteDance-ը կարող է հասանելիություն ունենալ ամերիկացի օգտատերերի անձնական տվյալներին և օգտագործել դրանք տարբեր նպատակներով։ 2021-ի օրենսդրական փոփոխությունները սահմանեցին TikTok-ի ամերիկյան հատվածում չինական սեփականության դուրսբերման պահանջ ազգային անվտանգության նկատառումներով։ Աշխարհում TikTok-ն ամսական ունի մոտ 1 միլիարդ 59 միլիոն ակտիվ օգտատեր, ԱՄՆ-ում շուրջ 170 միլիոն, այն երկրի բնակչության մոտ 33%-ն է։ Մյուս հարցը, որի առնչությամբ համաձայնության պատուհան է բացվել, վերաբերում է մաքսատուրքերին։ ԱՄՆ ֆինանսների նախարարն ասել է, որ Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ 100% մաքսատուրքը, որով սպառնացել էր Թրամփը, ամենայն հավանականությամբ ուժի մեջ չի մտնի։ Դրա դիմաց Չինաստանը պատրաստ է վերսկսելու ամերիկյան սոյայի մեծաքանակ գնումները։ Սոյան ԱՄՆ-ից արտահանվող գյուղատնտեսական հիմնական ապրանքատեսակներից է։ Չինական պահանջարկը կբարձրացնի գյուղացիների եկամուտները և կբալանսավորի կորուստները, որ ոլորտն արդեն կրել է սակագնային պայքարի հետևանքով։ Վերլուծաբանները կարծում են, որ այս քայլերով գերտերությունները փորձել են կանխել առևտրային պատերազմի նոր սրացումը և խուսափում են միջազգային շուկաներում նոր անկայունությունից և տնտեսական լարվածությունից։ Հասմիկ Մարտիրոսյան, Ռադիոլուր։